Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է։ Այսօր զրուցելու եմ դիվանագետ Վերլուծաբան Վարդան Հակոբյանի հետ։ Պարոն Հակոբյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ։ Գերմանական Bild պարբերականը հղում անելով բարձրաստիճան ԱՄՆ պաշտոնյա իր աղբյուրներին նշում է, որ ԱՄՆ-ում արդեն կա կոնսենսուս Իրանի վրա հարձակման մասով, մասնավորապես նշվում է երկուշաբթի կամ երեքշաբթի օրը եւ նաեւ այսպիսի տեղեկատվություն է հրապարակվել, որ այդ հարձակմանը կողմ է ուրեմն Մարկո Ռուբիոն, դեմ է Ջեյ Դի Վենսը, այսինքն երկու խումբ է այո առանձնացել Վաշինգտոնում։ Ի վերջո ԱՄՆ-ն եթե հարվածեց Իրանին, ինչի է դա վերածելու աշխարհաքաղաքական այս զարգացումների ամբողջ турբուլենտ վիճակը, ինչ երրորդ համաշխարհայինի թեժ վիճակ է ստեղծվելու, միջուկային հարվածներ, չգիտեմ, տարածաշրջանն է խառնվելու իրար կամ պայթելու։ Հիմա սովորություն է դառել ամեն ինչ, ամբողջ ինֆորմացիա, իրադարձություններ, այսպես հավաքել միտեղ, տեսեք Իրանին հարվածելու հարցը արդեն միանգամից նաև կապել երրորդ համաշխարհայինի հետ եւ այլն։ Դա այսօրվա ժամանակի մենթալիտետ ասա, թե ինչ է։ Թե առանձնահատկություն առանձնահատկություն, դե հենց այդ է, տեսեք ինչքան ծավալուն հարցեր են այստեղ միանգամից ուրեմն միահյուսում։ Իսկ ինչ վերաբերվում է այդ գերմանական ԶԼՄ-ներին կամ բարձր ինչ-որ պաշտոնյաների, մենք մշտապես դա լսում ենք, մշտապես։ Մենք ինքներս կարող ենք հասկանալ, որ այո, պատրաստվում է եւ դա մեծ ծրագիր է եւ հին ծրագիր է, նոր ծրագիր չի։ Այսինքն նոր չեն եկել այդ եզրահանգման Իրանի վրա հարձակման մասը։ Չէ, հարցը այն չի, թե ընդհանուր եկել են, թե չէ։ Այս ամեն ինչ ուզում եմ ասել, մենք կարող է հիմա այս հարցազրույցը չվերջացրած մի ուրիշ բան լսենք։ Կամ ասենք ասում են Վենսը դրան դեմ է, Ռուբիոն կողմ է։ Այդ ամեն ինչը, ոնց ասեմ, ծխացած կույտ է։ Դրան լուրջ վերաբերվել չի կարելի։ Ռուբիոից ստեղծում են մի տեսակ պատերազմի կողմնակից, ոչ թե հակատրամփյան, այլ ավելի կոնսերվատիվ թևի ներկայացուցիչ, որը կապված է նաև խորհրդային պետության հետ եւ այլն, այս ամեն ինչը, գիտեք, խաղեր են, մանավանդ հատուկ ժուրնալիստներին, որոնք կարիք ունեն նման բաների եւ դա մանավանդ վերաբերվում է եվրոպական ԶԼՄ-ներին, ժուրնալիստներին, որովհետեւ նրանք լուրջ խնդիր ունեն, ըստ էության լծվել են հակատրամփյան պայքարի մեջ։ Այսինքն այստեղ քաղաքական որոշակի հետաձգից կա։ Այդ ամեն ինչը, այդ ոնց ասեմ, այդ մանրուքները եւ այլն կարելի է մի կողմ դնել։ Ուղղակի հասկանալու Իրան եւ ԱՄՆ պատերազմի վերջո լինելու հարաբերությունները, ասենք դեռ պատերազմը թողենք մի կողմ։ Պետք է գանք մի քիչ ընդհանուր պատկերացնենք, նորից ասում եմ, սա մի շաբաթվա հարց չի, կամ մի ամսվա հարց չի, մի տարվա հարց չի։ Սա հին նախագիծ է, որը Թրամփը փորձում էր սկսել եւ կյանքի կոչել դեռ իր առաջի նախագահության ժամանակ։ Ըստ երևույթին այդտեղ խառն է նաև Իսրայելի բնականաբար մատը, ոնց որ ասում են, որովհետև Իսրայելն է ամենաշահագրգռվածը եւ ըստ երևույթին նրանց հաջողվել է դեռ այն ժամանակ Թրամփին ներքաշել այդ process-ի մեջ եւ իմ մոտ այն տպավորությունն է, որ Թրամփը ինչ-որ պարտավորություն էր վերցրել իր վրա Իսրայելի հարցում, այսինքն սկսվում է դա անվտանգությունից, որ Իրանը միջուկային զենք, պետք է հարվածի եւ այլն, ինչպես այդ հարցը լուծենք, եւ այդ ամեն ինչը սկսվել է այն ժամանակ։ Երբ որ Միացյալ Նահանգները ծրագրում են, պլանավորում են այդ հարցը Իրանի հետ լուծելու, փաստորեն Իսրայելի, այսպես ասած, պահանջով ասեն, թե թելադրանքով եւ այլն, սա բերում է արդեն տարածվում է գլոբալ հարցերի վրա։ Որպեսի այդ հարցը լուծի Միացյալ Նահանգները, պետք է տարածաշրջանում որոշակի ուժերի դասավորություն ստեղծի, որոշակի բան փոխի։ Եվ այստեղից այդ հարցը, այսինքն նախ առաջինը Պաղեստինյան հարց լուծելը մի կողմից Սիրիայի, այնտեղ Իրաքի եւ հետո արդեն գալիս է անմիջապես մեր տարածաշրջանը։ Եթե տեսակ մեծ ծրագիր կա, մեծ խնդիր պետք է լուծվի, այդ ամեն ինչի համար պետք է ուրեմն պայմաններ ստեղծել, ուժերի որոշակի դասավորություն կազմակերպել եւ գալիս հասնում է Հարավային Կովկաս։ Եվ նայեք, դա արդեն
ինձ թվում է նույնիսկ Թրամփից առաջ կար այդ հարաբերությունների հարցը Իրանի եւ այլն։ Այն ժամանակ դեմոկրատական իշխանությունները մի քիչ այլ թեկում էին տալիս դրան, հակառուսական հիմնականում։ Բայց փաստորեն Թրամփի գալով ավելի ուրեմն ուղղությունը գնաց դեպի Իրան, կապված նորից կրկնեմ Իսրայելի հետ։ Եվ իզուր չէ որ 18 թվականին մեր մոտ գունավոր հեղափոխություն եղավ։ Այսինքն դա այդ ծրագրի հակաիրանական ծրագրի իմաստն է։ Բայց եթե դուք այդ հզոր քայլին եք դիմում, շատ կարևոր ճակատագրական քայլին Իրանի հարց լուծելուն, կրկնում եմ, պետք է այդ ամեն ինչը ապահովել, չէ՞։ Եվ այստեղ մինչև այդ արդեն Ադրբեջանի հարցները ապահովված Իսրայելի միջոցով, այսինքն դեռ 18 թվականից առաջ հենց Թրամփը նոր եկել էր իշխանության եւ այլն, եւ դրանից էլ առաջ Իսրայելը Ադրբեջանի հետ որոշակի հարաբերություններ ստեղծեց եւ փաստորեն սկսեց ներազդել ադրբեջանական քաղաքականության Ադրբեջանի վրա եւ ստեղծել որոշակի նախապայմաններ Ադրբեջանում իր բազան ընդհանուր առմամբ ասած իր հիմքերը իր պլատֆորմը ստեղծելու համար։ Արցախն էլ էր դրա մեջ մտնում։ Արցախը հետո մյուս քայլն է։ Այդ ամեն ինչի դիմաց Արցախը արդեն դառնում է այն գինը, որը պետք է վճարեն Ադրբեջանին։ Եվ 18 թվականի այդ գունավոր հեղափոխությունը նույն ցիկլի մեջ էր։ Այսինքն Իրանը, եթե պարսկական ծոցից նավատորն է ամերիկյան, այնտեղ չգիտեմ արաբական որոշ ասենք երկրների ազդեցությունը, ապա այո հյուսիսից պետք էր ապահովել Ադրբեջանի եւ Հայաստանի, այսպես ասենք մասնակցությունը, այն առումով որ դիրքավորում, այո, այսինքն դրանք անհրաժեշտ պլատֆորմ էին որոշակի գործողություններ կատարելու համար։ Այդ մարդիկ ամեն ինչ արին։ Դիրքավորումը արված է, պարոն Հակոբյան։ Եվ վաղուց է արված։ Հայաստանում։ Հիմա նայեք, նորից եմ կրկնում, 18 թվականին, որ այս տեսակ ինչ որտեղ խոստով անեք, անսպասելի, չճանաչված, ժողովրդի մեջ ազդեցություն չունեցող ինչ որ մի ուժ գալիս եւ դառնում է անցնում է իշխանության։ Այսինքն սովորական գունավոր հեղափոխություններ։ Եվ այդ ուժի խնդիրը ձևակերպեց այստեղ Բոլտոնը, երբ որ եկավ Հայաստան եւ խնդիրները դրեց։ Այն ժամանակվանից այդ խնդիրները ուրեմն իրականացում են։ Սրան մասնակից էր նաեւ Եվրոպան։ Ընդհանրապես ՆԱՏՕ ասածը։ Իհարկե եվրոպացիների մոտ, սա ինչպես լիբերալ գլոբալիստների մոտ, հիմնականում դա հակառուսական ուղղվածություն ուներ, նպատակը դա էր, բայց Թրամփի մոտ հիմնականը կրկնում եմ ուրեմն Իրանի հարցն էր։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի, եթե չեմ սխալվում, 2019-ին ազգային ժողովի ամբիոնից արված հայտարարությունը, որ Իրանի հետ սահմանները կարող է մի օր փակվեն, պատահական չէր։ Չէ, պատահական չի։ Նայեք, ախր մեծ գործ է բռնում Թրամփը, շատ մեծ գործ։ Այդ մեծ գործը, որպեսի, տեսեք, ամեն մի ամերիկացի զինվորի մահը կամ ամեն մի ամերիկյան, չգիտեմ, ինչ-որ կորուստ է եւ այլն, դա նրա վրա բացասական հետևանքներ կթողի Միացյալ Նահանգներում, ներքին ճակատում, այսպես ասած։ Եվ դրա համար ռազմական ուժերը, Պենտագոնը ամբողջովին նախապատրաստում է այդ օպերացիան։ Չէ՞, դա տևում է տարիներ, հաճախ ամիսներ եւ այլն, ինչպես տեսել ենք մի քանի օպերացիաներում։ Եվ Հայաստանը ու Ադրբեջանը պետք է դերակատար լինեին այդ process-ի մեջ։ Ադրբեջանի հետ էլ հարցերը կարգավորեցին, այստեղ նորից հիշացնեմ 2018 թվականի Թրամփի շնորհավորական Ադրբեջանական Հանրապետության հարյուրամյակի հետ կապված, որտեղ Թրամփը մի անգամից ինչ որ մինչև այդպիսի բան չէինք լսել, հայտարարում է, որ Ադրբեջանը ռազմավարական գործընկեր է, որ նա հույս ունի, որ շատ շուտով Ադրբեջանը իր այդ խնդիրները կլուծի, այսինքն Արցախի հարցը, հասկանում եք։ Եվ այդտեղ ուրեմն ներգրավում է Թուրքիան իր ռազմական մասնագետներով, ել չեմ ասում Իսրայելը։ Կան չէ տվյալներ, մարդիկ խոսում են ռազմական մասնագետների Դե դրանք հրապարակային են, այո, այդ ամեն ինչը այնտեղ կա Իսրայելի եւ այլն։ Հիմա սա ենթադրում է որոշակի, ասենք, պլանավորման իրագործում։ Հայաստանի դերը այստեղ մի քիչ փոքր է, մի քիչ չէ, բավական փոքր է Իրանի հարցում, որտեղ Հայաստանի ռեսուրսները, տարածքը, հնարավորությունները հաշվի առնելով
Հայաստանը չի կարող են դերը խաղալ Իրանի դեմ այդ հզոր ճնշման, եթե չասել պատերազմ, որքան կարող է Ադրբեջանը, մանավանդ այլ գործոններ էլ կան, 20 միլիոն ադրբեջանցի է Իրանում ապրում եւ այլն։ Պարոն Հակոբյան, փորձենք հասկանալ։ Եվ մի բան էլ այստեղ ավելացնեմ, որ Հայաստանի դերը, ես այդպես եմ ենթադրում, հիմնականում ինֆրաստրուկտուրային է։ Այսինքն Հայաստանը տարածք է, ոտքի տեղ է, որտեղից պետք է կառավարվեն, այսինքն թռիչքները, կապը։ Այսինքն դառնալու ենք հակաիրանական ռազմական գործողությունների պլատֆորմ։ Այսինքն դու կարող ես ասել, որ դա հակաիրանական չի, բայց այդ խումբը Միացյալ Նահանգներ, Իսրայել եւ այլն, որ պետք է իրենց խնդիրները լուծեն Իրանում, օգտագործելու են Հայաստանում նրա ինֆրաստրուկտուրային ուրեմն Իրանական կողմը հայտարարել է այն բոլոր երկրները, ովքեր իրենց տարածքը կտրամադրեն Իրանի թշնամիներին, կդիտարկվեն Իրանի թշնամիներ եւ հարվածներ կստանան։ Այսինքն Հայաստանի իշխանությունները փաստացի Հայաստանը դնում են հարվածի տակ։ Նայեք, ըստ էության այո, բայց կրկնում եմ, ճիշտ հասկացեք, ինֆրաստրուկտուրային մակարդակով։ Այստեղից ասենք մեր օդակայանից ռազմական ինքնաթիռ չի թռնելու, հրթիռներ չեն ուղարկելու եւ այլն, դա չկա։ Բայց եթե սկսվի գործողություն, դա փախստականներ են Իրանից, ճիշտ է։ Դա ասենք վիրավոր զինվորներ են, այն զինվորները, որոնք մասնակցում են Միացյալ Նահանգների այդ process-ին։ Կամ այդ ամեն ինչը ինֆրաստրուկտուրա է, պետք վիրավորներին սպասարկել, տարածք, ինչ որ օգնություն հասցնել, կապ հաստատել, այսպես ասած օթային փարոսներ տալ, տարածքը հսկելու եւ այլն։ Այս առումով է։ Ես չեմ կարծում, թե նրանք հույս ունեն կամ հույս կարող են դրել Հայաստանի ռազմական ուժերի վրա եւ Հայաստանի այդպես անմիջական այդ տեսակ բաներ չկա։ Պարոն Հակոբյան, բայց Հայաստանի վրա ինչ կարժենա Իրանի դեմ այս դիրքավորումը։ Հասարակ հայաստանցին դա իր մաշկի վրա ինչպես է զգալու։ Գիտեք, հասարակ հայաստանցին է իր մաշկի վրա զգալու, ուղղակի միշտ զգում է, հետո նոր է գիտակցում, թե ինչ է քայլին դիմեց եւ այլն։ Բայց պետության վրա ես չեմ կարծում, որտեղ այս պետությունը դրան է գնում։ Իշխանությունը նկատի։ Այո, իշխանությունը։ Ես իշխանությունների ղեկավարած պետությունը։ Տեսեք, այդ ամեն ինչը որ սկսվեց 18 թվականից, այդ գունավոր հեղափոխություն եւ այլն, այդ ամեն ինչը որոշակի պարտավորություններ դրեց թե Ադրբեջանի, թե Հայաստանի վրա։ Հայաստանի վրա որոշակի դրված այդ պարտավորությունները եւ Վենսի այցի ժամանակ Վենսը փաստորեն ասեց, բառերը հիմա լավ չեմ հիշում, ինչպես ասեց այս տղան շատ հետևողական։ Այո, գովեց աշխատասիրության համար։ Այսինքն այն ինչ որ ասել էինք, արել է մարդ։ Հասկանալի է։ Հիմա մեր շատ քաղաքագետների մոտեցման մի կողմ ես չեմ ընդունում, որ նրանք դա ներկայացնում են իբր թե այս իշխանությունները լավ չեն հասկանում քաղաքականությունը, լավ չգիտեն ինչ բան է աշխարհաքաղաքականությունը, տնտեսական հարցեր, շահեր, բանման։ Նրանք այդ խնդիրը չունեն հասկանալ կամ չհասկանալու։ Հասկանում եք, նրանք ունեն հանձնարարություն, հանձնարարականներ ունեն եւ այդ հանձնարարականները պետք է կատարեին։ Եվ Վենսի այցը ինչի համար էր։ Դա ստուգայց էր։ Ռևիզորներ եկել։ Այո։ Ստուգայց էր, ինսպեկցիա էր, որ եկավ տեսնելու ամեն ինչ։ Այսինքն ոչ թե նոր այդ ամեն ինչը կազմակերպելու, այլ արդեն արված է, թե ոչ։ Այս է հարցը։ Մնացած խոսակցությունները այնտեղ տարբեր գումարների եւ այլնի մասին, այդ բոլորը ծխացածկույթ է։ Այ հենց տեսեք, իշխանություններն ասում են, որ թրիփը նաեւ Վենսի այցը դրա հետ էին կապում, չնայած Վենսը թրիփի մասով հայտարարություն ունեցավ Ադրբեջանում Իլհամ Ալիևի հետ ռազմավարական ուրեմն համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրելուց հետո այն ամենինով ասում են թրիփը տնտեսական ծրագիր է, ոսկի սարեր են խոստանում, միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը երբ հայտարարում էր, որ թրիփը դա ուրեմն ենթակառուցվածքների ապաշրջափակման հզոր միջոց է, մեծ երկարություն է ունենալու գրկվածություն, հանկարծ հայտարարում է, որ Ադրբեջանում թրիփ չկա, ինքը չի կարող ասել, թե այնտեղ ինչպես է դա գործելու։ Հիմա թրիփը այս հակաիրանական ծրագրի մաս է, թե սա մի քիչ այլ պատմություն է։ Թրիփը այդ օգտագործվում է տարբեր տեսանկյունից։ Հակաիրանական իր հերթին, այդ տնտեսականը, այսպես ասած, այդ նույն ծխացածկույթը ստեղծելու համար եւ
պետք չի գլխավորը թողնել եւ անցնել երրորդական ու չորրորդական հարցերի Որն է վերաբերյալ։ գլխավորը։ Գլխավորը Իրանի խնդիրն է։ Եվ հիմա այս հատվածին, այս process-ներին պետք է նայել այդ տեսանկյունից։ Վենսը ինչ ասես կխոստանա, ինչպես խոստանում են պաղեստինցիներին, ինչպես խոստանում են Գրենլանդիայի բնակիչներին, չէ, եւ տարբեր տեղերում, որ ծաղկում եւ այլն, այս կկառուցենք, այն կկառուցենք, ասում են։ Բայց իրենք գլխավոր խնդիր ունեն այս հարցը լուծելու։ Թե այդ հարցը լուծելուց հետո ինչ կլինի, ինչ զարգացումներ կլինեն, դա արդեն էական չի։ Դա կմոռացվի, ինչպես հիմա նույն ժամանակին հատուկ բան է, որ այսօր ասում են, վաղը մոռանում են, այդ ամեն ինչը գնում է։ Վառապացույցը Ծիծեռնակաբերդում ցեղասպանության անմեղ զոհերի շատակին խոնարհված ծաղիկներն են, որը հետո խմբագրվեց ու հետո բարձաբանման հանդես եկան։ Նայեք, ես ավելին ասեմ, ինչ որ չափով պատկերացում ունենալով Վենսի գաղափարական, այսպես ասած, բաների մասին եւ այլն, իմ մոտ տպավորությունը է, որ այդ ամեն ինչը գալ այստեղ այդ հայտարարությունները անել, խառնվել ներքին գործերի, ասել, որ այս տղան պետք է ընտրվի Մեր կողմից նախընտրելի է, այո։ 9 միլիարդ չգիտես էսեն կամ ատոմակայաններ այդ ամեն ինչը, այդ ամեն ինչը մի ուղեցույց է եղել, որ տվել են Վենսին, ասել են Հայաստանում այսքանը կասես հերիք։ Վենսը ինքը այդպես չի մտածում։ Նա հավատացյալ մարդ է եւ եթե ասենք թե քո իշխանությունները, չէ, պետք է ասենք հարցեր դնեին Հայաստանի շահերից ելնելով, չեն դնում, Վենսն էլ այդ ուրեմն ուղեցույցի նման գրած այդ մի քանի նախադասությունը ասում գնում է։ Այսինքն Վենսը կարևոր խնդիր ունի, գլխավոր է, 4-րդական, 10-րդական հարցերը ուղղակի ասվում եւ անցվում են։ Բացի դրանից այստեղ կա աշխարհաքաղաքական հարց էլ, չէ։ Իսկ ով ասեց, որ ասենք թե Վենսը Միացյալ Նահանգները կամ Ռուսաստանը կամ չգիտեմ Չինաստան, Հնդկաստան ինչ որ բաները հարցերում չեն խոսել։ Այսինքն ինչ է մնացած բոլորի շահերը տարածաշրջանում մոռացվեց, վերացավ, հիմա Միացյալ Նահանգներն են եկել, չէ, Միացյալ Նահանգները շատ լավ հասկանում են, որ Իրանի հարցը լուծելուց հետո նոր այդ խնդիրները ճշտվելու է։ Ես չեմ բացառում, որ այդ հարցը լուծելուց հետո Միացյալ Նահանգները միանգամից ետ կքաշվեն տարածաշրջանից։ Իհարկե, որովհետև երկար ժամանակ Միացյալ Նահանգներում Գոսդեպ եւ այլն հայտարարություն միշտ նշել են, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի շահերի դաշտ է։ Թրամփն էլ վերջերս դա շեշտեց։ Իսկ հիմա ինչ հետևություն մենք պետք է անենք, պարոն Հակոբյան, եթե ԱՄՆ-ն հետ է քաշվում տարածաշրջանից։ Մենք ով։ Հայաստանը։ Դե տեսեք այդ վերացական բառը Հայաստանի Լավ, Հայաստանի իշխանությունները, Հայաստանի իշխանությունները, ինչ իրավիճակում է Հայաստանի Հենց այդ եմ ուզում Հանրապետությունը ասել, Հայաստանի իշխանությունները ոչ մի եզրակացություն չեն անում։ Նրանք խնդիրն են կատարում, հանձնարարականն են կատարում, անելու են այն ինչ որ կասվի եւ ուրեմն հետագայում ինչ որ լինի, նոր իրենց ոնց ասած վիճակի մասին մտածելով ինչ որ հարցերի մասնակից կդառնան։ Նրանք քաղաքականություն այս առումով չունեն։ 2026-ը նախընտրական տարի է, մենք արդեն մտել ենք 2026 եւ քաղաքական ուժերը լարելով, այո, վերջին ուժերը պատրաստում են այդ ընտրություններին։ Այս առումով, այս կոնտեքստում որքանով են կարևոր այս ընտրությունները եւ այս իշխանությունները, որոնք դուք էլ նշեցիք, աշխարհաքաղաքական կոնկրետ խնդիրներ ու հանձնարարություններ ունեն իրենց առաջ ու հասկանալի է նաեւ այդ հանձնարարություններ դնողների աջակցությունը, մինչեւ ուր են գնալու, որպեսզի ընտրություններին Աստված մի արած այս սցենարի դեպքում, որ դուք եք բնութագրում վերընտրվելու համար։ Իսկ ինչ է մտածում Հայաստանը եւ այլն, հիմա դա արդեն ժողովրդի մտածելու հարցն է։ Հասարակության, այսպես ասենք, ժողովուրդ չասենք, ես հասարակության, որտեվ ընտրությունները այդ եվրոպական գլոբալ լիբերալիստական դեմոկրատական սկզբունքներով այդ խաղը, որը հիմարացնում է ընտրողին, այսինքն այստեղ դեմոկրատիայի մասին խոսել չի կարելի։ Այստեղ խոսքը գնում է շահերի մասին։ Ինչպես անցան ընտրությունները Ռումինիայում։ Չէ, ինչ կարող է տեղի ունենալ վաղը Հունգարիայում։ Հիշենք Ուկրաինայում այդ ընտրությունները ինչպես անցան եւ այլն։ Եվ այստեղ անդիմություն ասածը, տեսեք ուժերը լարում է, չէ՞, մարդիկ անում են ինչ կարող են, ինչ որ ռեսուրսները, ես խոսում եմ հիմնական անդիմադիր ուժերի մասին, ինչ որ թույլ են տալիս եւ այլն, բայց առանց հասարակության, հասարակարգի, քաղաքացիների
ուրեմն միջամտության, այդ ընտրությունները կանցնեն այնպես, ինչպես որ ասենք պլանավորում են այդ նույն գլոբալ լիբերալիստական ուրեմն մեխանիզմերով այդ պլանավորումը Այսինքն այս իշխանություններին ձեռնտու է որ հնարավորինս քիչ մարդ մասնակցի ընտրություններին, ճիշտ է Քիչ շատ կարևոր չի, չէ, հարցը չի։ Նայեք, այս ընտրությունները իշխանությունները այսօրվա տվյալներով եւ ես երբ որ քննում եմ թե ինչ կարող է կատարվել, շատ հեշտ կարող են շահել։ Վերջին հաշվով ձայների թիվը, չէ։ Մի քանի 100,000 ուրեմն աղանդավորներ են, որոնք գիտեկումից են հրահանգ ստանում։ Մի քանի 100,000 այն ուրեմն չինովնիկներն ու բիզնեսմեններ եւ այլն, որոնք այս իշխանությունների ձեռքով են կերակրվում կամ կապված են դրանց հետ, այդ ամեն ինչ իրենց բարեկամներով եւ այլն արդեն ձայներ է ապահովում։ Հասարակության մեջ կան մարդիկ, որոնք այս իշխանություններին քննադատում են, չեն ընդունում, ամենավերջի խոսքերն են ասում եւ այլն, բայց ընտրության օրը գնալու են ձայն տալ նրան։ Այսինքն դրամաբանությունը որտեղ է, պարոն Հակոբյան։ Դրամաբանությունը օրվա խնդիրներով մտածելն է։ Այսինքն այսօր ինձ թող ինձ օրինակ ինչ որ գումար տամ 20,000 է, 15 է, 30,000 է, ես այսօրվա այդ հարցը լուծեմ, տանեմ պարտք ստամ, դե վաղը ինչ կլինի, Պարոն Հակոբյան, այսինքն հույս չկա, որ ընտրություններով այս իշխանություններին հնարավոր է փոխել։ Չկա, հույս կա, բայց այդ հույսը ժողովրդի ձեռքում է։ Ձեր նկարագրածով մի տեսակ դժվար է հավատալ։ Ես ասում եմ ուժերի դասավորությամբ։ Տեսեք, գալիս է կայակալաշ, չէ, այստեղ ինչ որ բաներ է անում, նույնը ինչպես Մոլդովայում արեցին։ Բայց արդյոք այդ օրակարգը աշխատում է Հայաստանում։ Տեսեք, հակաեկեղեցական պայքար էր սկսել Նիկոլ Փաշինյանը։ 3 Սևանում քահանային տեղեկացնում են, որ անսպասելի հյուր ունի։ Քահանան Վեհափ անունը բնականաբար հիշատակում է, ինչպես իր ուխտին հավատարիմ ցանկացած հոգևորական, եւ Նիկոլ Փաշինյանը իր կամքից անկախ թե իր կամքով ստիպված ներկա է լինում կանոնավոր կանոնական պատարագի։ Եվ դուք մտածում եք, որ Նիկոլը, այսպես ասած, վերադարձել է դեպի եկեղեցի, սկսում է հասկանալ այդ ամեն ինչը։ Ոչ, դրա մասին չի խոսում իհարկե։ Իհարկե ոչ, որովհետև նրա սկսած պայքարը եկեղեցու դեմ նույնպես ոչ թե կամ ինչ-որ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում ասեց, որ մենք եկեղեցու կողմն ենք, ոչ թե նրանց իսկապես մղումն է, մտածումն է եկեղեցու մասին եւ այլն, ոչ, սա հերթական խնդիրն է, հանձնարարությունը դրված։ Լավ, եկեղեցին ինչով էր խանգարում։ Եկեղեցին շատ մեծ բանով է խանգարել։ Եկեղեցին ինչով է խանգարել ֆրանսիացիներին, որ օլիմպիադային սատանա են բերում պտտացնում, ճիշտ է։ Եկեղեցին ինչով է խանգարել ուկրաինացիներին, որպես այդպեսին, որ ամեն ինչ արեցին, որ Ուկրաինայի ուրեմն ուղղափառ եկեղեցին քանդեն։ Ուկրաինական ազգային եկեղեցին չկա այլևս։ Ամեն տեղ ով որ լիբերալ գլոբալիստների հետ գործ է ունենում, դա այդ կետերից մեկն է, ազգային ինքնությունը։ Հասկացեք, սա գաղափարական պայքար է այսօր տեղի ունենում։ Լիբերալ գլոբալիզմը անում են ինչ որ բոլշևիկները 20 թվականներին։ Այն Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը բոլշևիկների գաղափարական հետևորդներ են։ Տեսեք, դա գալիս է գլոբալիստների միջոցով։ Այսինքն պետությունները պետք է վերանան, նույն լոզունգները չեն, ազգերը պետք է վերանան, եկեղեցին դա օպիում է, հաշիշ է հավատացյալների համար եւ այլն։ Սա հիմնական կետերն է, որ բոլշևիկներից վերցրեցին ամերիկյան տրոցկիստները եւ այդ ամեն ինչը օգտագործում են։ Բայց Ադրբեջանում հակառակն է գնում։ Ադրբեջանը նավթ ունի, եվրոպացիները գալիս են Ադրբեջանի հետ, Ղարաբաղ էլ կտան, Կրոնին էլ իրեն չեն կպնի եւ այլն, այդ նավթի եւ որոշակի շահույթի համար։ Միակ պահանջը, որ եվրոպացի գլոբալիստները, եվրոպացի չասեմ, ունեն Ադրբեջանը, դա լինել հակառուսական ու վերջ։ Այսինքն այդ ճակատը հակառուսական, Վրաստան, Ադրբեջան, հետո Ղազախստան, Միջին Ասիայում եւ այլն ուժեղացնելու եւ կազմակերպելու համար։ Իսկ ասենք այն պետությունները, այն ժողովուրդները, որոնք տրադիցիա ունեն, պատմություն ունեն, որոնք ուզում են իրենց ինքնությունը պահպանել, իսկ սրանք կոչ են անում ոչ թե պետական ազգային ինքնություն, ընդհակառակը պետությունը եւ ազգերը քանդելու։ Պետք է լինի ընդհանուր եվրոպական ազգ, այսինքն մարդիկ լինեն եվրոպացի եւ վերջ, ոչ թե ֆրանսիացի ու գերմանացի հայ կամ
եւ այլն։ Այս մոմը եւ պետություն չլինի, մարդը պետք է ազատ լինի, որ իր բոլոր ինստինկտի այստեղ այսինքն մարդու իրավունքները փոխարինում են մարդու ինստինկտներով։ Բնազներով։ Արսեն Թորոսյանի հայտնի հայտարարությունը, որ պետք է այլազգիներ բերենք, լցնենք, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ 5 միլիոն պետք է առաջի հայտարարությունն էր, մոռացել եք առաջի արտգործնախարարի, որ շատ լավ կլինի, որ Հայաստանում լինեն նաև այլ մաշկի գույնով մարդիկ, այլ սեռական օրիենտացիայով եւ այլն։ Դրա համար գումար էլ տվեցին, չէ, եվրոպացիները, որ այդ ամեն ինչը ընդունել։ Հիմա քաղաքացիները չի ընկալում այդ գաղափարախոսության ուժը։ Նրանց համար քիչ սովորական է դառնում ամեն ինչ։ Բացի եկեղեցուց եւ այլ պայմաններից, վաղը արդեն գեյ պարադների պայմաններ է դրվելու։ Դա Եվրոմիության ուրեմն հիմնական պահանջներից մեկն է, այսինքն մարդուն զրկել բոլոր տեսակ կողմնորոշումներից, կրոնական, ազգային, չգիտեմ, պետական, մշակութային, ինչպես նաև սեռական։ Հիշում եք նույն բոլշևիկներն էին ասում, ինչ ընտանիք, ընտանիքն է պետք է վերանա։ Այսինքն պետք է լինի մի անձ, անհատ, ոչ թե անհատ, այլ անձ, մի էակ, որը միայն դառնա կենթանու նման արտադրել ու վերարտադրելու process-ի մեջ լինի եւ ենթարկվի այն ամեն ինչին, ինչ որ թելադրում են։ Մեր զրույցի վերջում անդրադառնանք նաև Ռուսաստանի դերակատարությանը, որովհետև անդադ կարմիր գծով անցնում էր ոչ միայն հակաիրանական, այլև հակառուսականը։ Հիմա ռուսական կողմի դիրքորոշումն ինչպիսին է։ Իրականում ինչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում եւ Ռուսաստանը ինչպես է դիտարկում Հայաստանում տեղի ունեցող այս սցենարները։ Վստահ եմ իրենք եւս տեղյակ են, այո, թե ինչ սցենարներ են նախագծվել ուժային այլ կենտրոնների կողմից։ Այո, ախր շատ ոնց ասեմ, դժվար է խոսել հայկական քաղաքականությունից հայաստանյան, որովհետև տակը պետություն չկա։ Չկա արտաքին քաղաքականություն, հարաբերություններ միջազգային, այդ ամեն ինչը զրոյացվել է։ Հիմա ինչ վերաբերում է Ռուսաստանին, նրանք նորմալ պետություն են, նրանք մտածում են, ելնում են իրենց շահերից եւ նրանք ունեն խնդիրներ, որոնք պետք է լուծեն եւ հերրու գնացող ոչ թե մի շաբաթվա մտածելակերպ ոնց որ այդ քաղաքագետները ձեր ասած։ Պարոն Հակոբյան, ռուսական կողմը Հայաստանում ինչ խնդիրներ ունի լուծել։ Ռուսական կողմի խնդիրները Հայաստանում արդեն 200 տարուց ավել է հայտնի են։ Այսինքն Ռուսաստանի համար հարավային Կովկասը կենսական նշանակություն ունի եւ մեծ արժեք է ներկայացնում իրենով։ Այսինքն մենք Ռուսաստանի ակտիվության գործոն դեր տեսնելու ենք մեզ մոտ։ Անշուշտ, ես չգիտեմ այդ ժամանակ մենք ինչ վիճակում կլինենք եւ այլն, բայց Ռուսաստանը իր շահերից ելնելով այդ ամեն ինչին անդրադառնալու է։ Մի անգամ անդրադարձավ, չէ, ներվերը չդիմացավ Ռուսաստանի եւ եկան մտան զորք մցրեցին Հայաստան, որ Ղարաբաղի տարօրինակ գրավումը կասեցնեն։ Տարօրինակ գրավումը։ Բա իհարկե, բա ռուսները դուք հիշեք, ախր ուշադրությունն է պետք դարձնել, երբ որ նոր հարձակումը պետք է սկսվեր ու արդեն սկսվել էր, ռուս մասնագետները ինչպես էին խոսում, որ հայ զինվորները փորձ ունեն, մարտնչել են, ադրբեջանցիք չունեն եւ մինչեւ էդ էլ չէ, ինչքան էին ջարդում Ադրբեջանին, որոնք տեղական հարձակում բան էին ունենում, ասենք 2000 թվականների եւ այլն։ Կամ 17 թվականի այդ իրադարձությունները, երբ որ Ալիևը ինքն էր զանգել խնդրել Պուտինին, որ հայերին ասեք, որ դադարացնեք եւ այլն։ Մեկ էլ հիմա այդ բոլորը մտածում են, որ այդ հարձակումը Զախլիբնյոցը, ինչպես իրենք են ասում, եւ հայերը լավ դիմակայելու են, չնայած այս հանգամանքների, մեկ է տեսնում են այդ ադրբեջանցին ուղղակի զբոսնելով գնում Շուշի է մտնում։ Ընդ որում այդ ընթացքն էլ հանգիստ վիդեո նկարահանում եւ ստիպված իմ կարծիքով ուղղակի կատաղած այդ ամեն ինչից իրենք զորք մցրեցին։ Բայց մեղադրում են, որ չկարողացան պաշտպանել Արցախը։ Դե գիտեք, հենց այդ թոս փչելը ժողովրդի աչքերին դա է։ Այդ ժամանակ չէր, որ խոսում են Պուտինը ծախեց, Պուտինը չեկավ, Պուտինը դե դա այսպես ասած քաղաքական մանիպուլյացիայի ձև է։ Մի խոսքով եկավ զորքով դադարացրեց պատերազմը, գոնե այդ ամեն չպահելու համար։ Լավ, հիմա ինչ է լինելու։ Զորովից ստիպելով ռուսական զորքը դուրս հանեցին, երբ որ ինչի Նիկոլը հանգարց հայտարարեց, որ վերջ Արցախը Ադրբեջանի կազմ է եւ այլն։ Ռուսները խնդիր ունեն Ադրբեջանի հետ, չէ՞, որտեվ ադրբեջանցին Ալիևը ասում է, եթե Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, մինչև այդ արտգործնախարարը ասել էր, որ Արցախի հարցը միջէթնիկական հարց է,
հասկանում եք, եւ այլն։ Այս մարդիկ եթե ասում են դու ինչ ես խանգարում։ Նույնիսկ դրա համար պարտադրեցին, որ Արցախից դուրս գալու են դեպքում, որ ռուսները միշտ նայել են այսպես, որ Արցախը դա ռուսական հող է, որտեղ իրանք են ազատագրել։ Լավ, հիմա Հայաստանի դեպքում ինչ է լինելու, ռուսական արչնորից թաթուժեղ զարկել է Հիմա մի րոպե Ռուսաստանը գիտեք ինչ վիճակում էր, Ուկրաինա եւ այլն եւ այլն։ Այդ ժամանակ այդ խնդիրը ռուսները եթե բորբոքեին, ոչ թե Նիկոլի հարցն էր, այլ ամբողջ արևմուտքի, Թուրքիայի, Ադրբեջանի, հասկանալի է։ Այսինքն կունենայինք մեծ սպեկտրով Իհարկե, բայց դուք տեսեք Ուկրաինայի, Մոլդովայի հարցում ինչ է կատարում սաղ աշխարհում, չէ՞, այդ ամեն ինչը եւ հիմա էլ ասեն թե մի հատ նորից այդպես մտնեին, գային, դա նույն 1918 թվականն է, 20 թվականն է, երբ որ ասում էին ռուսը թող գա կռվի ազատագրի Հայաստանը, իրենք փախնում էին Հայաստանից։ Մեր քաղաքացիները Այսինքն ռուսն էլ մտածում է, այսինքն եթե այս վիճակն է, իմ շահերին դա հակասում է, իմ հարաբերությունները կվատանան SS պետությունների հետ, ես հիմա չեմ կարող այդ քայլին դիմել։ Սրանք էլ օգտվում են առիթից, որ այդ ամեն ինչ ուղղեն հակառուսական դաշտ, դա եվրոպացիների համար ուղղակի հրաշք էր։ Այսինքն այդ ճակատը հարավային Կովկասը հակառուսական եւ հետո էլ միջին Ասիան հակառուսական դարձնել նրանց գլոբալիստների կարևոր խնդիրների, իրենք դրանց օգտվում են, բայց դրանով չի ավարտվում։ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, դրանք լուրջ պետություններ են, երկար հեվքի վրա են քաղաքականություն վարում։ Այսօր ասենք թե եկան գրավեցին Ղարաբաղցիների հանեցին։ Մինչև էդ էլ էին եկե գրավել 16-րդ դարում, 17, 12-րդ եւ այլն, չէ։ Այսինքն փակված չի այդ խնդիրը։ Իհարկե, ամբողջ խնդիրը փակում է միայն այն, որ քո սեփական իշխանությունները այդ հարցերը չեն դնում։ Չկա հայկական արտաքին քաղաքականության մեջ նման հարցեր, այդ ամեն ինչին դիմակայելու կամ ճանապարհներ փնտրելու հարցերը լուծելու համար։ Պարոն Հակոբյան, շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրվա իմ զրուցակիցներ դիվանագետ վերլուծաբան Վարդան Հակոբյանը, կհանդիպենք վաղը։